Մարտունու տարածաշրջանի համայնքներում շարունակվում են նարդու մրցումները, որոնց նախաձեռնողը Վարդենիկ համայնքի բնակիչ Մասիս Մելքոնյանն է։ Փետրվարի 27-ին եւ 28-ին Գեղովի գյուղում մրցումներին մասնակցում էին համայնքի 42 բնակիչները։ Խաղն ընթանում էր նարդու ֆեդերացիայի մշակած կանոններով։ Մրցող զույգերն ընտրվում էին համակարգչային ծրագրով։ Ցանկացած միջոցառում նվիրվում է տվյալ գյուղի զոհվածների իշատակին։ Բոլորս հարգենք այդ իշատակը փառք զոհվածներին, որոնք իրենց կյանքը ամենաթանկ բանը զոհել են այս խաղաղ օրվա համար։ Մնացածը դրամական մրցանակներ, հետաքրքիր ժամանակը արդեն կմնա բոլորիս համար որպես լավ հիշողություն։ Գեղովիտի ազատամարտիկ Հարութ Սաֆարյանի ավագ եղբայրը կարևորում են նման միջոցառումների անցկացումը։ Մրցաշարը անցկացվում է լավ վիճակում, դրությամբ, հաղթողը նա ով որ կարող է, ուժեղ է, ցանկանան հաղթողներին լավ տրամադրություն, պարտավորներին նույնպես լավ տրամադրություն եւ մրցաշարը ինչքանով որ տեղակ են ունի մրցականային ֆոնդ, որը կազմակերպում են Մասիս Մելքոնյան։ Շնորհակալություն։ Գեղովիտի բնակիչ Զորաբ Մամելյանն իր առաջին խաղն ավարտեց հաղթանակով։ Մրցույթը կայանում է մեր գյուղում, Գեղովիտի ակումբում։ Մրցույթին մասնակցում են լրիվ մեր համագյուղացիները։ Անես որ ամեն օր այստեղ խաղում զբաղվում ենք, մեկս մյուսին լավ գիտենք, լավ ենք ճանաչում, մեկը մյուսի խաղը լավ ենք իմանում։ Այսօր իմ հակառակորդը Վահան Ալվանդյանն է, լավ էլ տղա, լավ էլ խաղացող, պրոստը տղի զառը չբերեց, բախտը չբերեց, ինքը կրվավ, ես հաղթեցի։ Այս մրցույթը գյուղի բնակիչ Ջորա Սարգսյանը համարում է աննախադեպ եւ ակնկալում, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեն նաեւ այլ խաղաձևերից։ Մեր Գեղովիտ գյուղը լավ սպորտասեր գյուղ է։ Երիտասարդները լավ են մասնակցում, սպորտը լավ են սիրում։ Օրինակ մեր գյուղում անցկացվում է բռնցքամարտի միջոցառում, իհարկե ցանկալի որ շախմատի միջոցառում են կազմակերպել, հոյակապ շախմատիստներ կան, որ կարող են լավ տեղեր գրավել։ Այս միջոցառումը նվիրված է մեր գյուղի ազատամարտիկներին, զոհված ազատամարտիկների հիշատակին, իհարկե հավերժ փառք իրենց։ Նման միջոցառումներ կարելի է շատ կազմակերպել։ Երկրորդ օրը պարզ դարձան ուշամրցաշարի առաջինից երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցները։ Խալտուր Սարգսյանը զբաղեցրեց առաջին տեղը։ Կարևորը խաղն է, ոչ թե հասկանալը։ Այս հասկանալն իր նպատակներն են, ոչ խաղում ես ու հաղթում ես, Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրեցին Սիմոն Սուքասյանը եւ Արոն Հակոբյանը։ Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին դրամական պատկերներով եւ վկայականներով։ Հավերժ փառք ենք ցանկանում մեր գյուղի ազատամարտիկներին, Աստված հերոպայի նման պատերազմներից, որպեսզի սրանից հետո մենք ապրենք խաղաղ պայմաններում ու այսպիսի լավ մարդկանց միջոցով կազմակերպվի հետաքրքիր միջոցառումներ, որպեսզի մեր ժողովուրդը ահագին ուրախանա, ահագին հետաքրքիր շարժը, որ այս բարակ ժամանակ զբաղվում են։ Շատ մեծապատիժ շնորհակալություն Մասիս Մելքոնյանին այս հետաքրքրաշարժ միջոցառում կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ մեր ջերմ վերաբերմունքի համար։ Բան չպահանջվեց։ Պարզապես մեկս մյուսի հետ շփվան։ Հետաքրքիրն է, որ ստեղ հավաքվել են, որ վերլուծենք այսօրվա պայմաններում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, բայց նարդին վեր գտնվեց ամեն ինչից եւ հարցը նարդին չէր, հարցը այն գիտակցությունն է, որ մարդիկ կարող են լավ բանի շուրջ համախմբվել։ Բոլորիդ շնորհակալ եմ, հաղթեց այս միասնությունը, այս փոխադարձ հարգանքը, փոխադարձ ջերմությունը։ Նարդու հաջորդ մրցույթը նախատեսվում է Լիճ կամայնքում։